Վենսը արդեն ժամանեց Հայաստան, միաժամանակ այստեղ ակցիա իրականանում, բոլոր փողոցները փակ են։ Ձեր կարծիքով ի՞նչն է այս ամենի պատճառը, փոխկապակցված են, թե ոչ, եւ Վենսը անկեղծ խոսանք, որովհետեւ իրավիճակը այնքան վատն է, որ էլ ավելի վատացնել կամ խտացնել գույները պետք չի։ Ես հասկանում եմ պետական պրոտոկոլ, պետական անվտանգության միջոցներ հասկացությունները, որպես մարդով 15 տարի արտաքին քաղաքականությամբ է զբաղվել, հասկանում եմ ինչ է նշանակում արարողակարգ եւ անվտանգություն։ Սա անվտանգություն չի։ Սա ցենզուրա է։ Այդտեղ կա հստակ սահման։ Այսինքն մենք այստեղ ենք եւ մեզ չեն թողում անցնել փողոցը եւ մեր բողոքի ձայնը բարձրացնելի պաշտպանություն, ոչ թե անվտանգությունից ելնելը։ Սա ցենզուրա է, որովհետեւ Հայաստանը գտնվում է տեղեկատվական բլոկադայի մեջ, որովհետեւ Հայաստանը ներկայացնող մարդիկ մեր երկրի մասին չաղ ու բախտավոր այ ժողովրդի մասին հեքիաթներ են պատմում եւ ակնհայտ է, որ իրենք չեն ուզում, որպեսզի Վենսը կլինի, Վանդերլեյնը կլինի, վաղը մյուսօր Եսիմով կլինի, տեսնենք իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը թառատոնների, սրտիկների Հայաստանը չէ։ Իրական Հայաստանը, այո, մի մեծ սրտի Հայաստան է, որը ցավում է։ Ոչ թե երաժշտության տակ ծուռ մատներով նկարազարդվում։ Մենք ունենք այսօր խնդիր, այո, թեկուզ թող հետո զեկուցեն Վենսին։ Ես վստահ եմ ԱՄՆ դեսպանատունը մոնիտորինգ անելու եւ ձեր նյութերին չի համար շատ շնորհակալ եմ։ Այս ամենը հայտնվելու է։ Հայաստանը չաղ ու բախտավոր լուռ մարդկանց երկիր չի այսօր։ Եթե ամերիկացիների հիմնական բանը գիտեք, չէ՞ որն է American Dream, ամերիկյան երազանք, ապա մենք այսօր Հայաստանում հայ ժողովուրդը ապրում է մի վիճակում, ոչ թե բացարձակ dream-ի հետ, երազանքի հետ կապ չունի։ Մենք ապրում ենք Armenian nightmare-ում, այսինքն հայկական դժոխքում, հայկական ուժս կինոյում, որովհետև եւս մարդկանց Բաքվի բանտերում գտնվելու փաստը ամոթ է, եւ քաղբանտարկյալների արկայությունը Երևանի բանտերում ամոթ է, եւ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները ամոթ են։ Այս ամենը ինչի մասին աշխարհը պետք է իմանա, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հրահանգներով կարգավորել այնպես, որ Վենսը տեսնի մենակ, այսպես ասած, ուրախ զվարթ քյաբաբային Հայաստան։ Հայաստանը դա չի։ Հայաստանը այսօր դա չի, 20 թվականի նոյեմբերից սա ուրիշ Հայաստան է, սա ուրիշ ժողովուրդ է, սա ժողովուրդ է, որին փորձում են մոռացության տալ իր ցավերը, դարդերը, գերեզմանախորշերում դրած հազարավոր դիակները, կորցրած օջախները, քանդվող եկեղեցիները, դա այդ երկիրը չի, մենք այդ երկիրը չենք։ Վենսի պարագայում մի քիչ ավելի հույսը շատ է, որովհետև ես տեսել եմ իր ելույթը ուղիղ լսել եմ Մյունխենի կոնֆերանսում, անվտանգության կոնֆերանսում, այդ մարդը ունի արժեքներ, ամենայն դեպս նա կարողացել է եւ մեզ եւ աշխարհին ցույց տալ, որ ինքը ունի արժեքներ, այդ արժեքների հիմքում քրիստոնեությունն է, այդ արժեքների հիմքում համերաշխությունն է, այդ արժեքների հիմքում ամեն ինչ չի վաճառվում սկզբունքով քաղաքականությունն է։ Եթե Վենսը կարողացել է Մյունխենում այդ բոլոր եվրոպացի լիդերների ներկայությամբ մի քանի չափալախ տալ ելույթով, իմանալով ճշմարտությունը, թե այնտեղ ինչ է կատարվում, ես կարծում եմ, եթե մենք ճշմարտությունը կարողանանք բարձրացնել Հայաստանի մասին, առնվազն այն սին պատկերացումները, որ մենք այդ չաղ ու բախտավոր ժողովուրդն ենք, որ անհամբեր սպասում է, որ իր ողնաշարի վրայով ամերիկացի ձյաձան գա մի հատ տրիպ գցի, մենք այդ ժողովուրդը չենք։ Բայց պարոն Աշոտյան, խոսակցություններ կան, որ Փաշինյանին հաջողվել է կասեցնել նրա ու Վեհափարի Վենսի ու Վեհափարի հանդիպումը, այս մասին դուք որևէ տեղեկություն չունեմ, ես վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցու համբավը դերակատարությունը ոչ միայն հայ ժողովրդի կյանքում, Հայաստանում, նաև աշխարհում այնքան մեծ է, որ հիշեցնեմ, որ Վենսի ղեկավարը Տրամպը ընտրվելուց մի քանի շաբաթ առաջ ինչ էր արել, կապվել էր Արամ կաթողիկոսի հետ, եթե հիշում եք։ Բայց ինչու աշխարհիկ որևէ հայի հետ Տրամպը չկապվեց հայ համայնքի ձեները ստանալու համար։ Նա էլ չէ ընդունում, որ հայ աշխարհից, հայերից, այդ թվում ԱՄՆ հայերից ամենաազդեցիկ մարդը հոգևոր հայրն է, ոչ թե աշխարհիկ ինչ-որ լոբիստական կառույցի կամ կուսակցական իմ ողջ արգանքով մյուս կառույցների հանդեպ։ Եկեղեցու դերը շատ մեծ է, եկեղեցու դերը ԱՄՆ այսօրվա վարչակազմը գիտի, կոնկրետ այդ խոսակցությունների հետ կապված չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել, բայց մեր ներկայությունը այստեղ, այս մի քանի 100 հոգու ներկայությունը այստեղ հիշեցում է ոչ միայն ուղիղ ասեմ Վենսին այն մասին, որ մենք an American Dream երկիրը չենք, այլ հիշեցում է նաև մեր հասարակության այն հատվածին, որը փորձում է
կամ ընկել է արդեն նիկոլական քարոզչության ճիրանները եւ մոռացության է տալիս իր զավակներին, իր կորցրածը եւ իր հայրենիքը։ Մեր ուզածը շատ բան չէ, մեր ուզածը որպեսի որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, այդ անաստեղծությունը երբեք այսքան արդիական ոնց որ այսօր Հայաստանում չի եղել։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մենք էլ գիտենք մենք ով ենք եւ ուզում ենք որ չմոռանանք նախ եւ առաջ մենք ով ենք եւ Վենսը, Պողոսը, Պետրոսը, որ գան մեր երկիր, իմանան, որ այս երկրի դժբախտությունն է, որ իրան դիմավորելու է Նիկոլը կամ ձերքասեղմելու Վահագն Խաչատուրյանը։ Դրանք հայերը չեն։ Դա չի իսկական հայը, ոչ Փաշինյանն է այդ հայը, ոչ էլ Խաչատուրյանն է այդ հայը, ոչ էլ մնացած Միրզոյանը եւ այլն։ Դրանք չեն Հայաստանը, դրանք չեն հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը այս մարդիկ են, որոնք նստած են բանտերում, հայ ժողովուրդը այն մարդիկ են, որ նստած են Երևանի բանտերում, հայ ժողովուրդը այս երիտասարդներն են, որոնք այսօր իրենց նեղություն են տվել, այս խոնավ ցուրտ եղանակին եկել են ասելու Վենս, ամեն ինչ չի, որը տենց լավ է, տենց հեշտ է եւ տենց կարող եք անտեսելով անցնել առաջ, չէ։ Ոստիկանական այս բադի հետից իշխանությունների Ես արդեն ասացի, Գարգան, իշխանությունների տարբեր այսպես գովեստների հետևից կերևա եւ լսելի կլինի պայքարողների։ Տեսեք, ես վստահ եմ ԱՄՆ դեսպանատունը մանրակրկիտ մոնիտորինգ անելու։ Դա մի աղբյուր։ Ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մինչև այստեղ պաուզա է, էլի, տրասա չի, որ ֆսալ են ասնեն։ Կարպասա բացվելու, մտնելու են, իջնելու են, իրար ձեռք սեղմեն եւ եթե հիմա չեն փոխում պրոտոկոլը, չգիտեմ։ Բայո, վստահ եմ։ Դեռ հաստատ տեսնելու են, իսկ ով են այդ մարդիկ, իսկ ում նկարներն էին, ինչ էին ուզում։ Եվ այդ մարդիկ, ով որ գալու է այդ շքեղ մեքենաների մեջ ամերիկյան կողմից, վստահ եմ, որ իմանալու են, թեպետ առանց այս ակցիայել գիտեն ինչա, բայց չգիտեն մի բան, որ մենք չենք մոռացել։ Հիմա դուք համոզված եք, որ իշխանությունը գերիների հարց չի բարձրացնում Վենսի մոտ։ Ես համոզված եմ, որ եթե մենք ունենայինք 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո այլ իշխանություն, ապա այդ իշխանությունը վաղուց բոլոր ռազմագերիների հարցը լուծել էր։ Ես վստահ եմ, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, Արցախի հայաթափումը տեղի չէր ունենա։ Ես վստահ եմ, եթե մենք ունենայինք նոր այդ ժամանակ նոր իշխանություն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր դավաճանվի Ստեփանակերտում եւ չէր ընկնի ադրբեջանցիներին գերի։ Ես լիքը բաներում վստահ եմ, որ եթե Նիկոլը չլիներ ուրիշ իրական հայ, ոչ թե ազգություն պասպորտով հայ, մեզ ներկայացնող ղեկավար, մենք չէինք ունենա 1000 ու մի արհավիր, որ ունենք ցավոք սրտի այս վերջի 5.5-6 տարիներին։ Պարոն Աշոտյան, բա ինչի՞ չունեցանք այդպիսի իշխանություն։ Ինձ եք ասում, ես առնվազն այդ 2 տարին նստել եմ, կարամ ասեմ, բա խիչ ունեցանք այդ իշխանություն տղեկ։ Եվ այսօր լիքը մարդ նստած է։ Եվ այստեղ բացարձակ դրա մասին չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, օրակարգ չենք փոխում, մենք այստեղ ենք ասելու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին, ձեռքերը թեռու պայեք հայ առաքելական եկեղեցուց, հայը 5 քրիստոնյա ազգ է եւ չի մոռացել ինքը ով է։ Իշխանության, ընդդիմության, որ թե հիմա սկսենք խոսել օրակարգ կփոխեմ, լրահոս կփոխեմ։ Չեմ ուզում այսօր այդ օրը չի, այսօր այդ առիթը չի, դրա մասին կարող ենք խոսել վաղը, մյուսօրը եւ առանց առիթի։ Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք ունենք արժանապատվություն։ Եվ այդ արժանապատվությունը չենք պատրաստվում փոխել ոչ ներդրումային խոստումներով, ոչ բազմաթիվ այլ կարկանդակներով, որ Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին որպես հույս։ Հայ ժողովուրդը ունի հույս եւ այդ հույսը իր մեջ է։ Դա ոչ Նիկոլն է տարածում, ոչ էլ Վենսի այցերով է լինում։ Պարզապես Վենսի այցը հնարավորությունը աշխարհում շատ բարձր մակարդակով եւս մեկ անգամ ֆիքսել։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որով Նիկոլը փորձում այն ներկայացնել։ Մենք քնած ազգ չենք եւ սա տեղեկատվական բլոկադա է։ Ես տղերքի ծառայության մասով չեմ ասում։ Ես ասում եմ այն փաստով, որ հիմա անվտանգությունից այն կողմ ցենզուրա է։ Սա անվտանգություն չի, սա ցենզուրա է։ Բայց ցենզուրա, այս այդ դարը չի, որտեղ հնարավոր լինի մարդ լռեցնել կամ ինֆորմացիա բլոկել։ Շնորհակալ եմ։ Աշոտյան, եւս մեկ հարցակ, ուզում ենք տեղեկացնել Միացյալ Նահանգների փոխնախագահային ստեղծված իրավիճակի մասին, բայց առնվազն գերիների մասին Թրամփը գիտի եւ այդ մասին փորձել էր խոսել եւ Նիկոլ Փաշինյանը կանխել էր։ Ես գիտեմ այդ պատմությունները շատ լավ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից մեկի ընթացքում այդ հարցը հնարավոր է եղել խոսել, որ Թրամփը հիշատակել է քրիստոնյա ինչ է հնարավոր փոխել, շատ պարզ բան, եթե մի անգամից հարցը չի լուծվում, կլուծվի երկրորդ, երրորդ, 10-րդ անգամից։ Ամենայն դեպս մոռանալ մեր հայ ժողովուրդը իրավունք չունի մոռանալ իր զավակներին կամ թողնի գեոպոլիտիկ տրաֆիկինգի հույսին, ինչ որ մենք տեսել ենք Էրդողանի կնոջ
տարիներ առաջ Շուշիում արած, այսպես ասած, խորհրդով, որ մաս-մաս կթողես։ Այսինքն մեր տղերքը, մեր կյանքը իրենց հայրենիքին նվիրած մարդիկ դարձել են այսօր ափաշկերա գեոպոլիտիկ տրաֆիկինգիզով վերջի անգամ մարդ էին ծախում ու առնում իմ հիշելով միջնադարում, մեկ էլ 19-րդ դարում նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ Աֆրիկայից մարդաուժ էին բերում վաճառում առնում։ 21-րդ դարում բոլորի աչքի դիմաց ուղիղ եթերում առնել, տալ ու առնել մարդկանց ճակատագրեր համարում եմ անբարո եւ վստահ եմ, որ այսօրվա նույն ԱՄՆ վարչակազմի պարագայում հնարավոր է արժեքահեն, առնվազն Վենսի պարագայում արժեքահեն ուղերձներ հղել այդ թվում քրիստոնյաների նկատմամբ ճնշումների բռնաճ։ Հայաստանը դարձել է այն երկիրը, որտեղ քրիստոնյա լինելը ամենավտանգավոր բաներից մեկն է։ Ամենավտանգավոր Տրամպը Նիգերիան էր ուզում ռմբակոծել, որոնց քրիստոնյաներին ճնշում են, ըստեղ են ճնշում։ Հա, հələ չեն սպանում, հա, հələ չեն խաչում, բայց այս տեմպերով արդյոք մենք իրավունք ունենք, այսպես ասած, մտածելու, որ կարար էր ավելի վատ անել։ Հայ առաքելական եկեղեցին անձեռնմխելի է։ Անձեռնմխելի է ցանկացած ոչ միայն հայի, իրական քրիստոնյայի համար։ Եվ այս ուղերձ հայը թող այսօր էլ հնչի այստեղից, ինչքան էլ այսպես ասած ծառերի տակ ծվարած, բայց մեկը դա մեր ասելիքն է, դա մեր ցավն է եւ դա այն է, ինչ որ մենք ուզում ենք աշխարհը մեր մասին իմանա։ Շնորհակալ եմ։